Զայեդ մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակաբաշխությանը մասնակցելու համար Աբու Դաբի մեկնած Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը մրցանակաբաշխությունից առաջ առանձին հանդիպում են անցկացնում։ Նախ Իլհամ Ալիևն է մտնում բանակցությունների սրահ, հետո Փաշինյանին են ուղեկցում սենյակ, որտեղ Ալիևից բացի սպասում են Ադրբեջանի փոխվարչապետը, արտգործնախարարը, Ալիևի խորհրդականն ու հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը։ Նրանց հերթով բարևում է Փաշինյանը։ Ու աչքով ունքով հասկացնում իր պատվիրակությանը Հայաստանի փոխվարչապետին, արտգործնախարարին, խորհրդարանի փոխոսնակին ու անվտանգության խորհրդի քարտուղարին նույնն անել։ Երևանն ու Բաքուն չէին անոնսել Փաշինյան-Ալիև ընդլայնված ու նեղ կազմերով հանդիպումները, բայց հրապարակված կադրերից տպավորություն է, որ ամեն ինչ նախապես ծրագրված է եղել։ Հնարավոր է հյուրընկալող կողմը Զայեդ հիմնադրամն է այս շփման նախաձեռնողը։ Կողմերը համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այսպիսի 2-3 նախադասություն է պաշտոնական հաղորդագրությունում մոտ 1 ժամ տևած ընդլայնված հանդիպման ու Փաշինյան-Ալիև մոտ 20 րոպեանոց տետատետ շփման մասին։ Հայաստան-Ադրբեջան առևտրատնտեսական կապերից միայն ադրբեջանական կողմն է առայժմ տնտեսական շահույթ ստանում Հայաստան բենզին արտահանելով։ Երևի 1-2 ամիսների ընթացքում նաև կունենանք հակառակ ուղղությամբ տեղաշարժ։ Հայաստանից արտահանում։ Այո։ ԿՊ խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը չի բացառում, որ շուտով Ադրբեջանը Հայաստանից փայլաթիթեղ գնի։ Փայլաթիթեղների մասին էր խոսում, որ այնտեղ կարող է պահանջարկ լինել։ Կարող է սննդամթերքի որոշ տեսակների մասին խոսք գնա։ Ես դրա մասնագետը չեմ, կամ ավելի ճիշտ կնասել, այդ ինֆորմացիան առայժմ չեմ տիրապետում։ Բայց էկոնոմիկայի նախարարը կարծեմ վերջերս հարցազրույցի ժամանակ մի քանի կոնկրետ ապրանքախմբերի մասով նշել էր։ Ալյումին, ալյումինի փայլաթիթեղ, ֆերոմոլիբդեն, կենդանիներ, միրգ, բանջարեղեն, որոշ տեսակի խմիչքներ, տեքստիլ արտադրանք։ Հայաստանից Ադրբեջան պոտենցիալ արտահանվող ապրանքների այս ցանկն է հրապարակել էկոնոմիկայի նախարարը։ Արդյոք Արաբական Միացյալ Էմիրություններում հայկական կողմը այս ցանկը ներկայացրել է ադրբեջանցիներին։ Այսպիսի երևույթ կա, որը կոչվում է հիշողություն։ Աբու Դաբի հասած Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանին ոչ հեռավոր անցյալ 2019 թվական է տեղափոխել։ 100 փաստ նոր Հայաստանի մասին։ Այդ ժամանակ փաշինյանական նվաճումների 100 փաստերից մեկն այն էր, որ Արցախ-Ադրբեջան շփման գծում կրակոցներ չկան, խաղաղություն է։ Դա Արցախի ընտրություններից առաջ էր։ Հետո Արայիկ Հարությունյանը ընտրվեց նախագահ, Փաշինյանն այդ իրադարձությունը տոնեց Շուշիում շուրջ պարով, իսկ հետո եղավ պատերազմը։ Բայց միջև պատերազմը քարոզ էր գնում, որ խաղաղություն է, որ չեն կրակում։ Ադրբեջանը այդ ընթացքում ինժեներաշինարարական աշխատանքներ էր կատարում, պատրաստում էր պատերազմական գործողությունների, նրանց վերջին հրաձիգն եղավ հունիսյան դեպքերը, որ այստեղ դա ներկայացվում էր գրեթե որպես սարդարապատ։ Նույն շաբլոնով գործընթացները առաջ են գնում։ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին խաղաղության մասին նույն քարոզն է նկատում քաղաքագետը։ Թմկահարում է իշխանությունը, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին չեն կրակում։ Իսկ Զայեդ հիմնադրամը մրցանակ է շնորհում Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրին։ Ըստ քաղաքագետի, Արցախի դեպքում խաղաղության քարոզը Փաշինյանը միայնակ էր տանում։ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի գովքի դիրիժորը Արևմուտքն է, որի աջակցությամբ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Ուղղակի տեսեք, այնտեղ կար Արցախ, ֆորմալ առումով չճանաչված պետություն եւ քարոզը միայն Նիկոլ Փաշինյանի կողմից որ խաղաղություն է եղել, այդքանը բավարար էր հետագայում իրավիճակը հանգեցնելու մեծ աղետի Հայաստանի պարագայում մենք տեսնում ենք, որ միջազգային տարբեր խաղացողներ են այս ամեն ինչում ներգրաված, ու այստեղ նաև նկատենք, որ կարևոր դեր է խաղում նաև Շարլ Միշելը, ով եկել էր Նիկոլ Փաշինյանին էր տեղեկացնում, որ նա այդ մրցանակը ստացել է, այդ մրցանակին արժանացել է, իրականում տրամաբանական կլներ, որ Աբու Դաբիում նաև Էմանուել Մակրոնը լիներ, որտեղ ինքը Արցախի դահիճներից մեկն էր 22 թվականի հոկտեմբերի 6-ին։ Աբու Դաբիում Փաշինյանին տրվող մրցանակը նախընտրական աջակցություն է, կարծում է քաղաքագետը։ Նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է աջակցություն, անհրաժեշտ է նաև նախընտրական լուսանկարներ։ Տրամպետ լուսանկար կա, այն էլ արդեն մի քանի լուսանկար կա հիմա, Աբու Դաբիում լուսանկարներ կարվեն։ Այս սա է կատարվում, մնացածս բոլոր խոսակցությունները, տնտեսական համագործակցության, առևտրի եւ այլի մասին։ Իհարկե վատ չի լինի, եթե մենք առևտուր ունենանք եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ուղիղ առևտուր ունենանք, բայց մեղմ ասած կատարվողը դրա հետ որևիցե կապ չունի։ Թերեզա Կադայեչյան, Աշոտ Մնոյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։
Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։